Հանուն ինչի արեցիք ձեր ընտրությունը։ Հանուն ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության։ Ինչ ակնկալիքներ եք արցել։ Արդյունքների մասին խոսելը վաղ է։ Ես արդից օգտվելով կոչ եմ անում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին անպայման մասնակցել ընտրությունների, որովհետեւ քերակնոջ խնդրանքով ընտրության գնացողը արդեն իսկ գնացել է ընտրության, հորողպորտղու խնդրանքով ընտրության գնացողը խոստացել է, որ ժամը 3-ից հետո կգնա ընտրության, բաջանաղի խնդրանքով ընտրության գնացողը գնացել է ընտրության։ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան եւ այս խաթերով վախով ընտրության գնացողների ճանապարհը փակելու մի տարբերակ կա, դա ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է։ Պարոն Մկրտչյան, բացարձակ հաղթանակ չտանելու, բացարձակ մեծամասնություն չկազմելու դեպքում որ ուժերի հետ եք պատրաստվում դաշտ կազմել կամ որ ուժերի հետ եք պատրաստվում գործակցել։ Քիչ առաջ իր ընտրությունից հետո Նատալիա Շումախերյանը միանշանակ համոզմունք է հայտնում, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ հաղթանակ է տանելու եւ որևէ ուժի հետ գործակցության մասին սցենար անգամ չէին քննարկել։ Ես էլ եմ միանշանակ պնդում, որ գնում եմ 50+1% քվե արձանագրելու, հստակ կարող եմ ֆիքսել, որ երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերի տեխնացուների ձեռքը չեմ սեղմի քաղաքական առումով, իսկ թե ինչ կլինի, եթե 50+1%-ով որևէ ուժի չհաջողվի քվե ստանալ եւ մեծամասնություն ձևավորել, դա եկեք թողնենք ընտրություններից հետո թող տեխնացուները պատասխանեն։ Ես հստակ եմ, որ քոչարյանասերժական եւ պրոռուսական տեխնացուների ձեռքը քաղաքական սեղմել որևէ պարագայում։ Մենք նկատեցինք, որ հանձնաժողովի անդամը Երևանի ավականու անդամ Անի Խաչատրյանը պատրաստվում է Երևանի ավականու նման քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ դաշինք կազմել։ Հստակ է, որ Երևանի օրինակով պատրաստվում ենք Վաղարշապատը Գյումրի 2 չդարձնել եւ թույլ չտալ, որ Գյումրի 2 դարձնեն, պատրաստվում ենք Երևանի օրինակով պրոռուսական եւ Կիրիենկոյամերձ տեխնացուներին թույլ չտալ Վաղարշապատում իշխանություն ձևավորել, իսկ թե ով կընտրվի այդ պատրաստակամության արդյունքում քաղաքապետ, դա դուք հետընտրական process-ների ընթացքում կարծում եմ կտեսնեք։ Այսինքն միանում եք ԿՊ-ին։ Այսինքն ես գնում եմ 50+1% քվե ստանալու եւ բացարձակ մեծամասնությամբ քաղաքը կառավարելու։ Խախտումների մասին արձանագրումներ ունեք, անում են խախտումներ։ Որպես այդպիսին խախտումներ չեմ արձանագրել, ուղղակի ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին, որ այսօր Վաղարշապատում աշխատանք եւ ծառայություն են իրականացնում, ես խնդրում ու պահանջում եմ ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին բոլոր խախտումների ետևից գնալ, չլինել ուղղակի արձանագրող վերջին պահին, այլ ոստիկանությունը նաեւ կանխարգելող դեր կատարի, Միջև որվա ավարտը սպասենք, տեսնենք այս պահին որպես այդպիսին շոշափելի խախտումներ ես ինքս չեմ արձանագրել եւ մեր թիմը չի արձանագրել։ Պարոն Մկրտչյան, իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նաեւ ընտրություններին քվեարկությանը քաղաքացիների, վաղարշապատցիների մասնակցությունը։ Եթե օրինակ դիտարկենք նաեւ կրկին, հա, Երևանի սցենարով, որտեղ էլ երևանցիների մասնակցությունն էր բավականին քիչ, չեք կարծում, որ այդ դեպքում այն տեխնացուն ով էլ որ կընտրվի իրավման կունենալու է այսպես լեգիտիմության խնդիր։ Գիտեք, Ֆրինյուս հեռուստաընկերությունը կարող էր լեգիտիմության այդ խնդրի հարցը բարձրացնել նախորդ համայնքապետի օրոք։ Ես կարծես թե չեմ հանդիպել այդպիսի դեպք, որ ձեր հեռուստաընկերությունը նախորդ համայնքապետի լեգիտիմության խնդիրը որևէ պարագայում բարձրացնի։ Լեգիտիմության պակաս եւ չափաբաժնի պակաս ունեցող քաղաքական ուժերը երկար կյանք ուղղակի չեն կարող ունենալ։ Ես որպես լրագրող բարձրացնում եմ ցանկացած հարց, Ես առնվազն իմ աչքից վրիպել է ձեր անդրադարձը նախկին համայնքապետի գործողությունների հետ կապված, ուստի թույլ տվեք ես այսքանով սահմանափակեմ։ Ինչի քաղաքացիները ես նշեցի քերակնոջ խնդրանքով ընտրության գնացողը արդեն իսկ գնացել է ընտրության, հորողպորտղու բաջանաղի խնդրանքով ընտրության գնացողը կգնա ընտրության,
Իսկ իրավագիտակից քաղաքացին, որ տանը նստած է Facebook-ի առաջ է, լայքերով եւ կոմենտներ աջակցում, վստահաբար կգնա ընտրության ու կփակի թե Քոչարյանասերժական տեխնացուների ընտրության գնացած այդ խաթերով ընտրության գնացողների ճանապարհը, թե վախով ընտրության գնացողների ճանապարհը։ Արձանագրված է այս պահին, որ քերակնոջ խնդրանքով ընտրության գնացողը արդեն իսկ մասնակցել է նկատի ունեք։ Դուք չգիտեք Նարեկ, թե ես ում նկատի ունեմ։ Չէ, դուք եք ասում։ Օրինակ քաղաքացի կտրիչ Ներսիսյանը կատարել է իր ընտրությունը։ Քաղաքացի մյուս հոգևորականները, որոնք հոգևորականի սքեմով են հանդես գալիս, բայց քաղաքացի են իրականում եւ նրանց քաղաքացիական անունով պետք է դիմել, արդեն իսկ ընտրության մասնակցել։ Քոչարյանասերժական փոքրիկ խմբակը արդեն իսկ իր աշխատանքը տարել է հանրության շրջանում եւ այդ խաթերով ու վախով արտահայտությունը ես իզուր չի որ անում։ Ես ի սկզբանե դուրս եմ եկել ընտրապայքարի, գիտակցելով, որ կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ փողերի հետ, կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի տեխնացուների հետ վաղար շաբաթում, իսկ այդպիսիք մի քանիսն են վաղար շաբաթում։ Եվ ի սկզբանե իմ առաջ խնդիր եմ դրել առաջին հերթին եւ հիմնականում Գյումրի 2 վաղար շաբաթում թույլ չտալու եւ ես դա այլևս կարող եմ այս պահին արձանագրել, որ Գյումրի 2-ի Կիրիենկոյա մերձ այդ սցենարը վաղուց վիժեցված է։ Այն պահին, երբ որ Հանրապետություն կուսակցությունը եւ ես որոշում կայացրեցինք ընտրություններին մասնակցելու, Գյումրի 2-ի սցենարը արդեն իսկ վիժեցրեցինք։ Ես հիմա գնում եմ բացարձակ հաղթանակի հարգելի լրագրող։ Շնորհակալություն։ Անուններ չեք նշելու։ Ինչի՞ է։ Ձեր ասած այդ ուժերը Սերժակոչյանը կապորացնեք անուններ։ Ներողություն, Քոչարյանասերժական ուժերին դուք չեք ճանաչում։ Այ օրինակ Ռոբերտ Քոչարյանը այստեղ ունի մի տեխնացու, թիվ 1 քվեաթերթիկի տակ հանդես եկող Սևակ Խաչատրյանը։ Մայր Հայաստանը, ում առաջնորդը առավոտից երեկո Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների եթերից Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տալիս եւ Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության գլխին դամոկլյան սուր աճոճում։ Շարունակեմ։ Կրիմ նաշ իլի վաշ միջև այս պահը չկողմնորոշված քաղաքական ուժը կամ նրա առաջնորդն ունեն տեխնացուներ։ Ի վերջո կա կոնսենսուս իրենց միջև ապահովելու ամեն ինչ, անելու ամեն ինչ, որպեսզի կոնսենսուս -1 ապահովեն վաղարշաբաթում եւ թույլ չտան վաղարշաբաթում Գյումրի օրինակով թույլ չտան օրինակ օրվա իշխանությանը վերարտադրվել։ Իմ խնդիրը օրվա իշխանության վերարտադրումը չի, կարծում եմ դուք ինքներդ արդեն իսկ համոզվեցիք իմ պատասխաններից։ Ես գնում եմ բացարձակ մեծամասնության, եթե չստանամ այդ մեծամասնությունը, ես կկրկնվեմ, երկու ձեռքս կկտրեմ, բայց Քոչարյանասերժական այդ տեխնացուներին չեմ միանա, իսկ թե ով կմիանա, ինձ այդ հարցերն ուղեք այդ տեխնացուին, օրինակ քաղաքացիական պայմանագրին ուղեք այդ հարցը, պատրաստ է ինքը Հարություն Մկրտչյանի եւ Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմել եւ քաղաքի կառավարումը հանձնել մեզ, թե ոչ։ Դուք ՀՊ-ին պատրաստ եք միանալ։ Ես ասացի, նախ վաղ է դրա մասին խոսել։ Երկրորդ լուրջ չէ դրա մասին հիմա խոսել, որովհետեւ քաղաքացիները դեռևս քվեարկում են եւ ունեն շատ ժամանակ իրենց առաջ միջև օրվա ավարտը քվեարկությանը մասնակցելու։ Եվ հետո հետընտրական process-ների ընթացքում դուք ականատես կլինեք։ Ես առնվազն հստակ արձանագրեցի, թե ում հետ չեմ պատկերացնում։ Իսկ թե մյուսների հետ ինչպես եմ պատկերացնում, նախ ճշտեք մյուսներից, հետո նոր հարց ուղեք ինձ։